Բարենորիկյան նորից անդրադառնալով նիստին այս վերջին սկզբի առաջին վկայից մի քանի հարց էլի սկզբում խոսեցին Գարուշի մասին Բարենորիկյան դուք հավատում եք նախ որ Գարուշը իսկապես դռնով է դուրս եկել թե պատուհանով եւ եթե այո եւ եթե նրան հաջողվել է դռնից դուրս գալ ապա ձեր գնահատմամբ ինչու մյուս զինվորներին չի հաջողվել Գիտեք, ես արդեն նշեցի դատարանում էլ եւ ընդհանրապես այս քերական վարդի շրջանակներում մենք մշտապես ունեցել ենք այդ հարցի վերաբերյալ մեր տարակուսանքը վերապահումները, ցավոք սրտի իրականացված քննությունը, թեև պետք է ընդգծել, որ քննության ընթացքում իրականացվել է 2 անգամ քննչական փորձառություն, բայց ամբողջությամբ չի հերքվել կամ անխոցելի կերպով չեն բերվել այնպիսի փաստարկներ եւ ապացույցներ, որ Գարուշը, ինչպես այսօրվա դատական նիստում արձանագրվեց այդ մասին դուրս չի եկել զինվորական կացարանի դռնից, որովհետև տեսեք, միայն այն հանգամանքը եւ առաջին անձը չի, որ նման ցուցմունք է տվել կամ նման տեղեկություն է հայտնել զովազինծառայողների ծնողներին, այո, մշտապես եղել են մի քանի ովքեր ընդգծել են, որ Գարուշը Սարգսյան դուրս է եկել դռնից եւ ոչ թե ճաղավանդակներից։ Հենց այսպիսի հակասական ցուցմունքների կամ տվյալների համադրությունն է բերում այն հանգամանքին, որ նշված անձանց ցուցմունքների նկատմամբ արժանահավատության ճգնաժամ է առաջանում։ Ես չեմ կարող հաստատապես պնդել եւ մյուսը, բայց որ այս քերական վարորդի ընթացքում ձեռբերված ապացույցների արժանահավատության, դրանց թույլատրելիության, դրանց վերաբերելիության, դրանց նկատմամբ վստահության ճգնաժամ է առկա, դրանում չեմ կասկածում։ Անդրադառնալով նաև Գարուշի վնասվածք ունենալ չունենալուն, ինչով եք բացատրում նրա թեթև վնասվածք ստանալը, իսկ մյուս փրկված զինծառայողների նույնիսկ քերծվածք չունենալը, նման հրդեհի դեպքում արդյոք հնարավոր է, որ չայրվեին կամ թեթև վնասվածք ստանային։ Ավելին ասեմ, այդ ծավալի այդ մասշտաբի հրդեհի հետևանքով եւ զինվորական կացարանի հատակի այրվածության աստիճանը եւ տարբեր զինծառայողների այրվածության աստիճանը բարձրացրել է մի շարք հարցեր, բայց այդ մասին մենք պատրաստվում ենք համապատասխան անձի հարցաքննության ժամանակ, մասնավորապես այս քերական վարորդի շրջանակներում համալիր փորձաքննություն իրականացած փորձագետին, հրդեհատեխնիկական, ուրեմն այլ փորձաքննություն իրականացած փորձագետին տալ հենց այդ հարցերը, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր նման տարբերակված հետևանքներ առաջանալ այս գործընթացում։ Մի անձ, որը գտնվել է նույն տեղում, ստացել է այլ բնույթի այրվածքներ, մեկ այլ անձ բոլորովին այլ բնույթի եւ այլն եւ այլն։ Եվ Գարուշի հետ կապված եւս մեկ հարց, եթե իրականում Գարուշը դռնով է դուրս եկել ոչ թե պատուհանից, ըստ ձեզ ինչու են թաքցնում կամ ինչու են պնդում, թե պատուհանից է դուրս եկել, սա ինչպիսի առանցքային նշանակություն ունի գործի բացահայտման առումով։ Հիմա տեսեք այդ դռնով դուրս գալու հանգամանքի վերաբերյալ ես ձեր ուշադրությունը հրավիրեմ մեկ այլ հանգամանքի վրա։ Դուք երևի ուշադիր եք, որ ես նաեւ մեկ այլ վկայի հարցեր տալիս կենտրոնացել էի վառարանի սենյակում հայտնաբերված զինծառայողի եւ այդ ընդգծեցի, որ այդ զինծառայողը կարող էր այդտեղ հայտնվել 3 ճանապարհով, կամ ինքը ի սկզբանե այդտեղ է եղել եւ այդտեղ է այրվել, կամ տանիքով է մտել, կամ ճաղավանդակով է դուրս եկել, որը խելագարության կանխավարկած է։ Եթե մենք ողջամտության սահմաններով կամ այս քերական գործի վարորդի շրջանակներում ձեռբերված ապացույցների համատեքստում գնահատենք այդ իրավիճակը, ենթադրվում է, որ այդ զոհված զինծառայողը նույնպես եղել է քնած վիճակում եւ ինքը փորձել է կացարանի դռնից դուրս գալ եւ հասնել մինչեւ վառարանը։ Այստեղ հարց առաջանում, եթե այդ զոհված զինծառայողին հաջողվել է, ուրեմն հնարավոր է եղել, ուրեմն այդ դռնից դուրս գալ է։ Հետո ինչու մնացածին չի հաջողվել։ Եվ երկրորդը, եթե այդ վարկածը չի, հաջորդ վարկածն է, որ այդ զինծառայողը ի սկզբանե եղել է վառարանի սենյակում, այդտեղ արդեն լրիվ ուրիշ հարցեր են առաջանում։ Ինչպես ինքը չի դուրս եկել այդ վառարանի սենյակից, որտեղ մուտքի դուռը կպած է եղել, շատ մոտ է եղել եւ նա կարող էր փրկվել։ Հետեւաբար այս հարցերի պատասխանների բացակայությունը տալիս է մեզ հնարավորություն կասկածանքով վերաբերելու այն վարկածին, որը առաջ է քաշվում այդ թվում նաեւ Գարուշի այդ տարածքում դուրս գալու հանգամանքը։ Անդրադառնալով երկրորդ վկայի Հայկ Կիրակոսյանի ընկերուհու Սյուզաննա Զաքարյանի վկայությանը կնշեք նաև ով էր Հայկ Կիրակոսյանը, ինչ առնչություն ուներ այս գործին ու ինչ էական հանգամանքներ պատմեց նրա ընկերուհին։ Հայկ Կիրակոսյանը զոհված 15 զինծառայողներից մեկն է, որը մեզ համար ուշագրավ է այն առումով, որ նրա եւ նրա ընկերու հետ վերջին
կապը միմյանց հետ եղել է այդ օրը դեպքի օրը 00:30-ին, այսինքն հունվարի 18-ին լույս 19-ի գիշերի 00:30-ին եւ մեր գործի վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերով հիմնավորվում է, որ ըստ էության հրդեհը բռնկվել է 00:40-ին։ Հետաբար այդտեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող 00:30-ին Հայկը խոսել ընկերուհու հետ հեռախոսով եւ 10 րոպե հետո բռնկել է։ 10 րոպեվա ընթացքում Հայկ Կիրակոսյանը ենթադրաբար չէր կարող շմոլ գազով թունավորվել եւ մահանալ, հետո այրվել։ Սրանում է պայմանավորված այդ հիմնական կասկածը եւ այս վկայի ցուցմունքը։ Իսկ վկան դատարանում ցուցմունք տալիս մոտավորապես այս շրջանակի սահմաններում է տվել պատասխաններ եւ մասնավորապես ընդգծել է, որ դեպքից մի քանի օր առաջ հունվարի 16-ին, հունվարի 17-ին Հայկը իրեն պատմել է, որ սպաների միջև լարվածություն է տեղի ունեցել, այնտեղ խոսքը գնացել է դիզվառելիքի հնարավոր վաճառքի մասին, որ Հայկը իրեն պատմել է, որ այնտեղ մեծ գումարներ են շրջանառվում ապօրինի թմրամիջոցների վաճառքի մասին, ինչ որ ակնարկ արել, բայց չի մանրամասնել ովքեր են այդ մարդիկ, ինչ վաճառքի մասին է խոսքը եւ ըստ էության այս հարցերի շրջանակում տեղի ունեցավ երկրորդ վկայի հարցաքննությունը։ Եվ վերջին պարոն Նոյկյան, մի քանի մեկնաբանություն գնահատական կարող եք տալ վերջին երկու վկաների ցուցմունքի վերաբերյալ, որոնք փրկարար ծառայության ներկայացուցիչներ էին։ Այսինքն իրենք մեկ անգամ եւս հաստատում են, որ զոհված զինծառայողների դիերը դուրս են հանել իրենց անմիջական ղեկավարի Վարդենիսի տարածաշրջանի այդ հաշիճման այդ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, որով եւ մեկ անգամ եւս համոզում են, որ դեպքի վայրը ի սկզբանե խախտվել է, որ զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել դեպքի վայրից առանց համապատասխան քննչական գործողությունների, դատավարական գործողությունների, որի արդյունքում էլ ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ հետքեր են թաքցվել կամ ոչնչացվել, որի արդյունքում էլ նման հարցեր են առաջացել հանրության մոտ։ Շնորհակալություն պարոն Նոյկյան, հարցերը թերևս այսքանն էին։